ուղղությամբ ասեմ։ Հավատում եք, որ Ադրբեջանը եւ Թուրքիայի հետ հնարավոր է համերաշխ ապրել։ Ոչ։ Նիկոլը սիրում է, չէ՞ շատ ասել մի բանը, ես էլ 10 անգամ, 100 անգամ կասեմ ոչ։ Նրանք մեր հետ չեն ուզում ապրել։ Հայ ժողովուրդը միշտ էլ խաղաղասեր ժողովուրդ է եղել։ Եթե մեջներս մի քիչ այսքան թուրք լներ, մենք էլ երևի կկռվեինք, մեր հողին տեր կկանգնեինք։ Միշտ կռվել ենք, խաղաղություն ենք ուզել, ասել ենք սրանով ավարտենք, բայց մեր թշնամին դարեդար եկել է իր եղձը կատարել է։ 1915 թվին կատարեց ցեղասպանություն։ Դեպքերի բերումով ինչ որ հարցերով չկարողացավ այդ հարցը վերջացնել, բայց 100 տարի սպասելուց հետո նա առիթը օգտագործեց։ Ես ինչ եմ գնում դեպի 21 թիվը։ Տեսեք, այդ պատերազմից հետո, այդ արհավիրքից հետո կարծես թե նենց էր, որ պետք է արդեն Նիկոլը թողեր հեռանա եւ իսկապես ինքը ոնց որ իր գործը կատարել էր, փախավ։ Բայց իր տերերը տեսան, ասեցին այդ տղա գնա նստի տեղը։ Ընդդիմությունը պատրաստ չէր իշխանությունը վերցնելու։ Եվ եկավ նստեց ցած շարունակել։ Խաղաղությանը դուք հավատում եք, որ կարող է լինել։ Հա, անշուշտ խաղաղությունը ամբողջ Հայաստան թող լինի։ Անշուշտ։ Իսկ թուրքերը ուզում են։ Չէ։ Ինչպես ուզում ենք, թուրքերը մեզ սպանեցինք, ինչպես ուզում ենք, չէ։ Այսինքն չեք տեսնում իրենց այդ հաշվությունը։ Չէ։ Իմ կարծիքով մենք չենք կարող։ Ես որպես հայ տղա չեմ կարող հանգիստ նայեմ, թե ադրբեջանցին կամ թուրք երիտասարդին ինչպես է նայում իմ ազգակից աղջիկներին օրինակ։ Հենց մեկը այդ շատ փոքր է երևում կամ ինչ-որ մենտալիտետի հարց կա, բայց չեն կարող մենք հանգիստ իրար հետ ապրենք։ Մենք կորցրել եմ իմ ընկերներին կռվի դաշտում, մասնակցել եմ 23 տարեկանում 2 պատերազմ եմ անցել, չես կարող մոռանաս։ Իմ մոտ հայրենասիրությունը ամեն ինչ է։ Ուստի մեր եղերնը, որը կատարվեց թուրքերի կողմից, աններելի է։ Ես չեմ կարող հաշտվել մի մարդու հետ, որը կմոռանա մեր եղերնը, մեծ ողբերգությունն է շատ։ Ուրեմն ես հակառակ դրանց պետք է ասեմ, որ մենք թուրքերի հետ ընկերություն անել չենք կարող։ Ընկերություն կլինի միայն այն ժամանակ, երբ որ նրանք կճանաչեն մեր ցեղասպանությունը եւ փոխհատուցումը կանեն։ Որովհետեւ մի մարդու հետ, որը կամ մի ազգի հետ, որոնք ցեղասպանել են մեզ ու իրաց նպատակը չի էլ փոխվի։ Ընդամենը մարդիկ են փոխվել, բայց իրաց նպատակը նույնն է՝ ոչնչացնել Հայաստանը։ Նման մարդկանց հետ, նման ազգի հետ մենք չենք կարող ընկերություն անել։ Խաղաղությունը մուրալով, խնդրելով չի լինում։ Խաղաղությունը դու պետք է կարողանաս քու, ասենք հարևանին կամ թշնամուն պետք է պարտադրես, որ ինքը խաղաղություն բերի։ Իսկ մուրալով, տենց կեղծիքներով չի կարող լինել։ Թուրքի սիրած հայը դա մորթված հայն է, դա սպանված հայն է։ Ես չեմ հավատում այդ խաղաղությանը։ Չի կարա այդպիսի բան լինի, հնարավոր չի։ Ու ես մարդկանց միշտ այսպիսի մի բան եմ ուզում ասեմ, որ 1915 թվականին կոտորած ժամանակ այդ կոտորված մարդիկ եւս չէին հավատում։ Իրենց ասում էին, որ թուրքերը նախապատրաստում են կոտորած եւ այլն։ Ես չէին հավատում մարդիկ։ Դրա համար ուզում եմ ասեմ, մենք այդ մարդկանցից ոչնչով լավը չենք։ Իրանք մեր նման մարդիկ են եղել, ապրել են, սիրել են, արարել են ու մի օրում կոտորվել են։ Դրա համար պետքա սթափվել։ Սա խաղուպար չի, սա իրոք շատ ծայրահեղ, ծանր վիճակում է մեր ժողովուրդը։